Օրերս իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում քննարկման դրվեց Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը։ Նախագծի ընդունման դեպքում կարգելվի տարածել կամ հեռարձակել դատական նիստի տեսաձայնագրումը մինչև տվյալ քրեական գործով ներգրավված եւ դատական նիստին կանչված բոլոր վկաների հարցաքննության ավարտը։ Մանրամասները Օֆելիա Արսենյանի պատրաստած ռեպորտաժում։ Քրեական դատավարության օրենսգրքի 267-րդ հոդվածը լրացվում է նոր մասով, որով արգելվում է դատական նիստի տեսաձայնագրումը տարածել կամ հեռարձակել մինչև տվյալ քրեական գործով ներգրավված եւ դատական նիստին կանչված բոլոր վկաների հարցաքննության ավարտը։ Արդարադատության նախարարությունը հիմնավորման մեջ նշում է, որ գործնականում դատական նիստերի տեսաձայնագրումների տարածումը հանգեցրել է իրավիճակների, երբ դեռևս չհարցաքննված վկաները հետևել են նիստին եւ տեղեկացել արդեն տրված ցուցմունքներին։ Շատ լավ, տեսաձայնագրությունը արգելեցինք, իսկ ոնց է վարվելու դատարանը նրա հետ, որ վկան դուրս գա մյուս վկայի հետ չփվի։ Արդյոք սա այդ դեպքն էլ է կանխարգելում, եւ սա գիտեք ինչպես դեպքեր եղել ենով չի։ Պետք է փաստարկված քրեական գործ թիվ էս ինչ, այս գործով վկան հայտարարել է, որ ես տեսել եմ տեսանյութով ես եւ այլն։ Այսինքն, եթե մենք այս ամեն ինչը առարկայական չենք տեսնում, սա մեծ հաշվով միջամտություն է դատավարությանը։ Ոլորտի մասնագետները հակասական կարծիքներ ունեն առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ։ Պարզ չէ նախագծի անհրաժեշտությունը։ Քրեական դատավարության օրենսգիրքը ուժի մեջ է մտել բոլորովին վերջերս։ Կարծում եմ, որ այս առաջարկվող փոփոխությունը նաև բխում այդ գաղափարից, որ ենթադրենք, եթե դատական նիստերը լուսաբանվեն, ապա այն վկաները, որոնք ապագայում պետք է ներկայանան դատարան եւ ցուցմունք տան, կարող են հետևելով լրատվական միջոցներին, հասկանալով օրինակ լսելով չգիտեմ նախորդ վկաները ինչ ցուցմունք են տվել կամ չոր քրեական գործի քննության ժամանակ ինչ ուղղությամբ է գնում քննությունը, ինչ տեսակետներին առաջարկվել, ինչ բարկացներ են առաջ քաշվել, այսպես իր որոշակի փոփոխությունների ենթարկի իր ապագայում դատարանում տրվող ցուցմունքը, որը չի կրի օբյեկտիվ բնույթ եւ այս տեսակետից այո, կա որոշակի ռացիոնալ հատիկ այդ առաջարկի մեջ, քանի որ առավել օբյեկտիվ պետք է ընթանա բնականաբար դատավարությունը եւ նույնպես վկաների ցուցմունքները օբյեկտիվ պետք է լինեն։ Նախագծի 267-րդ հոդվածի փոփոխությունը խոսում է տարածման եւ հեռարձակման արգելքի մասին, սակայն չի հստակեցնում, թե ով կարող է իրականացնել այդ գործողությունները եւ ինչ պատասխանատվություն է նախատեսվում արգելքի խախտման համար։ Չի նշվում, թե արդյոք տրվելու է ձայնագրման հնարավորություն։ Մասնագետները մի շարք բացեր են տեսնում առաջարկվող փոփոխություններում։ Արդյոք պետք է նման պարագայում այդ վկաների հարցաքննությունը իրականացվի փակ ռեժիմով եւ որևէ անձ չգտնվի դալիճում բացի դատավարության մասնակիցներից։ Եթե այո, ապա դա այդ մասով էլ պետք է ասենք, սահմանվի փոփոխությունների համապատասխան իրավանորմ, որ նման կարգի նիստերը բոլոր դեպքերում պետք է անցկացվեն օրինակ դռնփակ։ Եթե ոչ դռնբաց է, ապա եւ դալիճում ասենք, հազար ու մի մարդ է լինում, մենք չենք կարող վստահ լինել, որ օրինակ դալիճում գտնվող անձանցից մեկը հեռախոսով չի ձայնագրի այդ, ասենք, մյուս վկաների նիստի ժամանակ տված ցուցմունքները եւ դա ինչ-որ ձևով չի տարածի, չի հրապարակի, չի փոխանցի այլ վկաներին, չի ասի, օրինակ Պողոսյան Պողոսը հեսա ձայնագրությունը նիստի ժամանակ սս ցուցմունք է տվել։ Օրենսդրության առաջարկվող փոփոխությունները կարող են հանգեցնել հանրության անտեղյակությանը։ Ալեքսանդր Կոչուբաևի խոսքով առաջարկվող նախագիծը միջամտություն է դատավարությանը եւ քայլ առ քայլ զրկելու է մամուլին իր կարևոր առաքելությունից, իսկ հանրությանը տեղեկատվություն ստանալու իրավունքից։ Վկան տեսել է այն մի վկան ինչ է ասել եւ ադապտացրել իր ցուցմունքները։ Նշանակում է վկաները ցուցմունք տալու հարցում ունեն շահագրգռվածություն եւ նրանց պարտադիր չէ լայվով դիտել այդ ամեն ինչը, որպեսզի գան ադապտացնեն։ Նույն տրամաբանությամբ մենք էլ կարող ենք այդ հարցը բարձրաձայնել, որ օրինակ մեղադրանքի կողմի վկաները կարող են տեսնել եւ գալ ադապտացված ցուցմունքներ տալ, բայց թե քանի դեռ դու այս ռիսկը տեսախցիկից դուրս չես կարողանում կանխարգելես,
տեսախցիկի առջև չպետք է բերես այդ իրավակարգավորումը։ Առաջարկվող փոփոխությունները դեռևս քննարկման փուլում են, սակայն արդյոք այս տարբերակով այն կարող է լիարժեք ծառայել իր նպատակին։ Գուցե գտնենք այսպիսի մեխանիզմ, այդպիսի իրավակարգավորում քրեական դատավարության օրենսգրքում, որ կարողանանք ապահովենք վկաների անաչառությունը, օբյեկտիվությունը, բայց միևնույն ժամանակ չզրկենք հանրությանը տվյալ դատական process-ից տեղեկություն ստանալու հնարավորությունից, այսինքն ինչ-որ այլ մեխանիզմ մտածվի, որ թեկուզ որոշակի սահմանափակ բանով չբացահայտող նախորդ վկաների հանգամանքները լուսաբանումը գնա, այսինքն կտա եւ տեղեկատվություն ստանալու հնարավորություն, միևնույն ժամանակ չի ներազդի մյուս վկաների ցուցմունքների վրա։ Նախագծի օգտին կամ դրան դեմ քաղաքացիները հնարավորություն կունենան քվեարկել մինչև հոկտեմբերի 16-ը։